Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 22, ու նրանց ուղիղ ճանապարհով առաջնորդեց, Սաղմոս 107:7. Փոփոխվող հանգամանքները հաճախ հանգեցնում են նրան, որ հավատացյալն ինքն իրեն հարցնում է. ինչու ինձ հետ, և լույս է փնտրում, բայց խավար գտա, խաղաղություն է ձգտում, բայց թշնաման գտա։ Ես իմ սրտում ասացի, Տեր, քո բարեհաճությամբ իմ լեռը հաստատուն դարձրիր, իսկ երբ երեսը ծածկեցիր, ես խռովեցի։ Դեռ երեկ ես պարզ տեսնում էի իմ ժառանգությունը, իսկ այժմ մշուշով են պատվել աչքերս և հույսը սառույցի նման հալչում է։ Երեկ ես կարող էի բարձրանալ փազգայի գագաթը, նայել շրջակայքը և վստահ լինելով ուրախանալ իմ ապագա ժառանգության համար, իսկ հիմա հոգիս հույսի փոխարեն վախ է զգում, ուրախության փոխարեն տրտմություն։ Միթե այսպիսին է Աստծո ծրագրի մի մասը իմ վերաբերյալ։ Միթե այս կերպ է Աստված ինձ բերելու երկինք, հենց այսպես, քո հավատի խավարումը, գիտակցության մթագնումը, հույսի կորուստը, այս բոլորն են քննության բաղկացուցիչներն են, որ կազմակերպելու է Աստված, որպեսզի քեզ պատրաստի մեծ ժառանգությանը, որը շուտով ստանալու ես։ Այդ քննությունը, ինչպես նավակի կողերին զարկող ալիքները, կփորձի ու կամրացնի քո հավատը։ Այն ասես քամի լինի, որ քո առագաստանավը սրընթաց կերպով տանում է դեպի ցանկալի նավահանգիստը։ Դավթի խոսքերով նա նրանց իրենց ցանկացած նավահանգիստն է առաջնորդում։ Պատվով ու անարգանքով, լիությամբ ու աղքատությամբ, ուրախությամբ ու դառնությամբ, խաղաղությամբ ու պատերազմով պահպանում է քո հոգու անդորրը, քեզ օգնություն ցուցաբերում երկրային պանդխտության ընթացքում։ Իմ հավատացյալ ընկեր, քո նեղություններն Աստծո ծրագրի էական մասն են։ Շատ մեծ նեղություններով պետք է մտնենք Աստծո թագավորությունը։ Եղբայրներս, երբ այլևայլ փորձությունների մեջ ընկնեք, այդ բոլորը ուրախություն համարեցեք։ Ո խաղաղեցրու հոգին իմ դողացող, թող իմաստուն կամքին սպասեմ քո սուրբ։ Թեև նպատակդ մշուշված է նեղության ծխով, իմ հոգում բարիք է շարժվել ղեկավարմամբ քո։